Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքով սահմանված են ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները եւ պայմանները։ Նշված կարգավորումների համաձայն համայնքի կողմից ներհամայնքային ուղևորափոխադրումները կարող են կազմակերպվել նաեւ 100% համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավականին։ Նշված օրենքի կարգավորումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար, սակայն տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավականին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ։ Բացի այդ, տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքով մանրամասն կարգավորված է տեղական տուրքերի եւ վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման եւ գանձման հետ կապված հարաբերությունները։ Ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել որպես տեղական վճար, ծառայությունը գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100% համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից մատուցվելու պարագայում։ Միաժամանակ հաշվի առնելով, որ Երևան համայնքում նշված ծառայությունները մատուցվում են տրանսպորտի տարբեր տարատեսակներով, մասնավորապես ավտոբուսներով, տրոլեյբուսներով, մետրոպոլիտենով, առաջարկվում է համայնքի ավականու համար ստեղծել հնարավորություն մեկ միասնական տեղական վճար սահմանելու համար, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին վճարելով մեկ անգամ օգտվել տրանսպորտային բոլոր միջոցներից հարմարավետ եւ արագ։ Նախագծերի փաթեթով առաջարկում է նաև սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար, սահմանում է վարչարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաև առաջարկում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման եւ բացահայտման համար գործոն մեխանիզմներ։ Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել եւ հստակեցնել համայնքներում ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները եւ սահմանել վարչական պատասխանատվություն ծառայություններից առանց վճարման օգտվող անձանց համար։ Շնորհակալություն։